Ամեն օր մենք այսպես քայլում ենք մարգերի մեջ, ամեն բույսի վրա ուշադրություն ենք դարձնում, կողքից հեռացնում ենք իր ավելորդ դուրս եկած շվերը։ Էական չէ, մեծ է թե փոքր, եթե պարզապես կանաչ ցողուն է, որ բույսից սնունդ է տանում, բայց բերք չի տալիս, ապա հեռացվում է։ 2024-ի հունվարին տնամերձ հողատարածքը արդյունավետ օգտագործելու, եկամուտը մի քանի անգամ ավելացնելու նպատակով Խանոյանները Գայգյուղում կառուցեցին նոր սերնդի այս ջերմատունը, մշակության համար ընտրելով չերի եւ պանեկրա սորտերի լոլիկները։ Ընտանիքով որոշեցինք, որ առաջինը դնենք չերին ու լոլիկը, տեսնենք ոնց կստացվի, էլի մշակությունը ծանոթ էր մեզ, մենք մշակել էինք լոլիկ։ 15-ից 25 գրամ քաշով, երբեմն նաև դեղին կամ նարնջագույն այս փոքրիկ հյութեղ պտուղները չերի լոլիկներն են սննդի սպասարկման ոլորտում ամենապահանջվածներից։ Աճում են թե բաց դաշտում, թե ջերմատանը, կարճ ժամանակում էլ բերք տալիս։ Ընդամենը 2 ամիս առաջ հողում դրած թաղարներն այսպիսի բերք են տվել։ Ճիշտ է, դեռ չեն կարմրել, բայց 20 օրից լիովին ապրանքային տեսք կունենան ու կուղարկվեն մայրաքաղաքի խոշոր սննդի կետեր։ Չերին հիմնականում գնում են ռեստորանները սեղանի դիզայնի համար։ Բայց համեմատաբար թանկ եք, չէ՞։ Հա, թանկ ենք վաճառում։ Չերին ավելի թանկ է վաճառում, մոտ 2 անգամ, 3 անգամ թանկ է վաճառում, քան սովորական լոլիկը։ Դաշտում մեկ թփից ստացվում է 2-ից 4 կիլոգրամ, ջերմատանը ճիշտ խնամքի դեպքում կարող է հասնել 6-ից 8 կիլոգրամի, իսկ բարձր արտադրողական հիբրիդների դեպքում մինչև 10 կիլոգրամի։ Այս պայն ունենք ձևավորված 1, 2, 3, 4, 5, 6 կոն ունենք ձևավորված պտուղ, 7, 8-ը նոր ծաղկում են։ Իսկ մինչև 250 գրամ քաշով, պինդ կառուցվածքով եւ տեղափոխման համար հարմար պանեկրան տարբերվում է պահպանման երկար ժամկետով։ Բարձր բերք է տալիս նույնիսկ տաք ու չոր պայմաններում, մեկ թփից ապահովելով մինչև 8 կիլոգրամ։ Լավ ապրանքային տեսքով այս լոլիկը ջերմոցատերերի նախընտրելի սորտն է, հատկապես երբ խելացի համակարգերը թույլ են տալիս հեշտությամբ վերահսկել ջերմաստիճանն ու խոնավությունը։ Վերջի սերնդի ջերմատունը, հովասման համակարգով, արևապաշտպան ցանցով, ավտոմատացված ու կիսաավտոմատացված ջերմատունը, որը բավական օգնում է մշակության հարցում։ Դեղին կպչուն ժապավենով ծուղակն են գցում սպիտակաթևիկին, կանխելով նրա տարածումը, իսկ որպես բնական կենսաբանական պայքարի միջոց թփերի արանքում բազիլիկ են ցանում։ Վնասատների համար տհաճ է ինքը ու բույսերին մոտ չեն գալիս։ Ընտանեկան այս փոքր ագրոբիզնեսը ճիշտ է շատ ժամանակ ու աշխատանք է պահանջում, բայց արդեն դարձել է ֆինանսական կայունության աղբյուր։ Հիմա սպասում են վեգետացիայի ավարտին։ Եթե արդյունքը լավ լինի, անմշակ հողատարածք ունեն, կկառուցեն եւս մեկ ջերմատուն։ Գյուղում ապրող մարդը ինքը պետքա գյուղատնտեսությամբ զբաղվի, ինքը իր բերքը մշակի, ջանք թափի, որ կարողանա ապրել։ Այսօր այդ է գյուղում ապրող մարդկանց հնարավորությունը։ Սիրելով ենք անում, հաճույքով ենք աշխատում։ Եթե սիրով ես աշխատում, ամեն ինչ գեղեցիկ ու լավ է լինում։ Պետքա քո արած աշխատանքից գոհ լինես։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։